Ես ընկերներն եմ Think Engineering-ից ու այսօր միասին սարքելու ենք Zombies vs Plants խաղը։ Խաղը կունենա հետևյալ տեսք։ Երբ որ սեղմենք ենք դրոշակին, մենք կունենանք preview, կարող ենք ընտրել թե որ աշխարհում ենք ուզում խաղալ եւ սեղմենք play-ը։ Կունենանք արևներ, որոնք պետք է հավաքենք, վերևում կտեսնենք ցանկը բույսերի, որ կարող ենք օգտագործել, սեղմելով քարտերի վրա արդեն բույսերը կտեղադրենք։ Աչից կունենանք զոմբիներ, որոնց պետք է վերացնենք, որպեսզի նրանք չգան, չհասնեն ձախ հատված։ Եթե զոմբին գա հասնի ձախ հատված, մենք ունենք այսպիսի կերպարներ, որոնք նրանց ոչնչացնելու են։ Աջ կողմում կտեսնեք նաև մնացած զոմբիների քանակը, այսինքն քանի զոմբի պետք է դեռ գա, իսկ ձախ կողմում մեր արևների միավորներն են։ Ներքևում կտեսնես հղումը, սեղմի դրա վրա, որպեսզի քո մոտ կերպարները հայտնվեն։ Նաև կտեսնես remix կոճակը վերևում կանաչ գույնի, սեղմում ես դրա վրա, որպեսզի խաղը պահպանվի քո մոտ։ Չմոռանաս բաժանորդագրվել մեր ալիքին, որպեսզի բաց չթողնես մնացած հոլովակները։ Սկսենք preview կերպարից։ Preview կերպարը պետք է լինի խաղի սկզբում, հետևաբար, երբ որ սեղմենք դրոշակը, նա երևալու է։ Գնացինք իրադարձություններ բաժին, երբ սեղմում ենք դրոշակը, տեսք բաժին, նրան ցույց ենք տալիս, որպեսզի խաղի սկզբում նա երևա։ Այնուհետև ֆիքսենք նրա դիրքը, շարժ բաժնից գնալ դեպի XY00, որպեսզի գա կենտրոն, այնուհետև նրան պետք է բերենք դիմացի շերտը, որովհետև նա առաջին շերտում պետք է լինի, մնացածներին փակի, տեսք բաժնից վերցնում ենք գնալ դեպի դիմաց շերտ, այնուհետև կդնենք նրա վրա անիմացիա, այսինքն սկզբից նա մուգ կլինի, հետո կդառնա նորմալ, հետո էլի կմքանա, այսինքն տեսք բաժնից կիրառել գույն էֆեկտը, գույնը փոխում ենք, սարքում ենք պայծառություն, այնուհետև 0-ն դարձնում ենք 100, այսինքն սկզբից նա կլինի 100, այնուհետև սահուն կերպով պետք է արդեն դառնա նորմալ գույնի, հետևաբար կառավարում բաժին, կրկնել 10, 10-ը սարքենք 20, տեսք բաժին, փոխել գույն էֆեկտը, գույնը դարձնում ենք պայծառություն և այստեղ դարձնում ենք 5, սեղմենք դրոշակին, մինուս 100, որպեսզի մուգից բացանա ավելի։ Թող Plants vs Zombie-ն երևա, այնուհետև հետ մքանա։ Հետևաբար կառավարում բաժնից դնում ենք սպասելը, որպեսզի 1 վայրկյան մնա այս դիրքում, այս տեսքի և էլի դնում ենք կրկնել 20 և տեսք բաժնից դարձնում ենք փոխել գույնը, փոխակերպեցինք պայծառության և արդեն մինուս 5 ենք դարձնում էֆեկտը, այսինքն որպեսզի էլի մքանա, դրոշակին սեղմենք, այսպիսի տեսք պետք է ստացվի։ Այնուհետև թաքցնենք մեր կերպարին, տեսք բաժնից վերցնենք էլի թաքցնել հրամանը և բոլորին հայտարարենք, որ մեր խաղը սկսված է, այսինքն նամակ ենք ուղարկում։ Իրադարձություններ բաժնից հաղորդել հաղորդագրություն և սպասել, նոր հաղորդագրություն և այստեղ գրում ենք, որ մեր խաղը սկսվել է, բայց խաղը սկսվելուց առաջ մենք պետք է ընտրենք, թե որտեղ ենք ուզում հայտնվենք, այսինքն ետնապատկերն ենք ընտրելու, դրա համար կգրենք choose field, այսինքն ընտրել ետնապատկերը, տարածքը, որտեղ խաղալու ենք։ Այնուհետև երկրորդ հատվածում պետք է ունենանք play button, մեր field-ը, այսինքն ետնապատկերը փոխելու ստեղնը, հետևաբար գնացինք play button-ի մոտ, այնուհետև գրում ենք նրա հրամանները։ Play button-ը խաղի սկզբում չի երևում, հետևաբար երբ դրոշակը սեղմենք, տեսք բաժնից պետք է նրան թաքցնենք, այսինքն նա չի երևալու, նա երևալու է այն ժամանակ, երբ որ նա ստանա հաղորդագրություն choose field, հետևաբար իրադարձություններ բաժին, երբ ստանում եմ choose field, ապա նա պետք է երևա, այսինքն տեսք բաժնից ցույց տալ և արդեն պետք է գրենք նաև նրա անիմացիան, մի հատ փորձարկենք, եղավ, play-ը հայտնվեց, գնանք զգեստներ նայենք ինչ կա, մենք ունենք 2 զգեստ,
Եթե նկատեք, սեղմելու էֆեկտ կարող ենք ստանալ։ Մեզ պետք է որ առաջից guest-ը լինի սկզբում, հենց որ սեղմենք play button-ին, արդեն երկրորդին անցնի։ Հետևաբար, գրեցինք, երբ որ play button-ը երևաց, նախ ֆիքսենք նրա տեղը, գնալ դեպի այս կոորդինատներով, այնուհետև, երբ որ սեղմենք նրա վրա, պետք է անիմացիան տեղի ունենա։ Իրադարձություններ բաժին, երբ այս կերպարը սեղմված է, ունենք պետք է դառնա երկրորդ guest-ը, տեսք բաժնից guest 2, այնուհետև սպասենք կառավարումից սպասել 0.2 վայրկյան եւ էլի պետք է գա առաջից guest-ին եւ թաքնվի։ Եկեք կրկնօրինակենք, դարձնենք guest 1, էլի 0.2 վայրկյան սպասենք եւ թաքցնենք։ Տեսք բաժնից թաքցնել։ Նաև, երբ որ նա երևում է, պետք է լինի նրա առաջին զգեստով, հետևաբար տեսք բաժնից մի հատ էլ վերցնենք զգեստը, զգեստ 1 եւ դնենք choose field-ի մոտ։ Փորձարկենք, դրոշակին սեղմեցինք, սեղմենք play, նկատենք, որ մեր հրամանները աշխատում են։ Նաև եկեք ավելացնենք effect նրա հայտնվելու ժամանակ, որպեսզի այսպես ուղղակի չհայտնվի։ Դրա համար կառավարում բաժնից վերցնենք անվերջ, այնուհետև նա 0 չափսը կունենա և կդառնա մեծ, հետևաբար տեսք բաժնից վերցնենք չափսը 100%, սարքենք 0, այնուհետև կառավարում բաժնից վերցնենք անվերջ, երբ որ մկնիկի ցուցիչը նրան հպվի, նա իր չափսը կփոխի, մի քիչ կմեծանա, հենց որ են կոմ տանենք մկնիկի ցուցիչը հետ կգա իր սկզբնական չափսին։ Հետևաբար վերցնենք կառավարումից էլի, եթե ապա այլապես, այսինքն եթե հպվում է մի բանանի, եթե ոչ, այսինքն այլապես ուրիշ բան։ Ընկալում բաժնից հպվում է մկնիկի ցուցիչ, եկեք սա այստեղ տեղափոխեմ, մեզ չխանգարի։ Այնուհետև, եթե հպվեց մկնիկի ցուցիչը, նրա չափսն է փոխվում։ Տեսք բաժնից փոխել չափսը եւ հաշվարկից վերցնում ենք հանած, տեղադրում ենք բաժանածը երկրորդ հատվածում հանածի եւ տեսք բաժնից վերցնում ենք փոփոխական չափս անունով։ Հետևաբար մեր մոտ ստացվում է 30-ից հանած չափսը բաժանած 4-ի։ Կրկնօրինակենք այս հրամանները եւ գրենք երկրորդը արդեն 25-ից հանած չափսը բաժանած 4-ի։ Սա ապահովելու է մեր սահունությունը։ Նկատենք, որ մեր անիմացիան աշխատում է։ Ահա։ Եվ անցնենք առաջ։ Նաև եկեք ավելացնենք, որ մենք ունենանք button field, էլի համարյա նույն հրամաններն ենք գրելու, կարող ենք կրկնօրինակել։ Երբ որ դրոշակը սեղմենք button field-ը թաքնված է, հետևաբար այս հրամանը կրկնօրինակեցինք, երբ ստանում ենք choose field, նույնպես կրկնօրինակենք, նայենք, որ այստեղ ամեն ինչ կարգին է, զգեստը պետք է լինի առաջին զգեստը, կոորդինատները եկեք փոփոխենք, շարժ բաժնից գնալ դեպի հրամանը դնենք, ահա, նկատենք, որ արդեն մեր հրամանները աշխատում են, նաև կարող ենք կրկնօրինակել այս հրամանները, որպեսզի անիմացիան մեր մոտ լինի, որ երկրորդ զգեստը լինի, հետո էլի առաջինին գա։ Այսինքն մեր մոտ հլվոր այսպիսի տեսք է ստացվում։ Սեղմում ենք next field-ին, բայց նկատենք, որ նա անհետանում է։ Մեզ պետք է ոչ թե որ նա անհետանա, այլ ետնապատկերը փոխվի, հետևաբար թաքցնել հրամանը հեռացնում ենք եւ դրա փոխարեն դնում ենք հաջորդ ետնապատկերը տեսք բաժնից։ Փորձարկենք, դրոշակին սեղմեցինք, next field, նկատենք, որ ետնապատկերը փոխվում է։ Եվ արդեն կարող ենք սեղմել play եւ խաղը սկսենք։ Երբ որ սեղմում ենք play, մեր next field կերպարը պետք է անհետանա, հետևաբար play կոճակի մոտ ավելացնենք, որ նա ուղարկի հաղորդագրություն, որ խաղը սկսվում է։ Իրադարձություններ բաժնից հաղորդել հաղորդագրություն եւ սպասել, choose field, նոր հաղորդագրություն եւ անվանենք start, այսինքն խաղը սկսվում է։ Start։ Մեր button field-ը, երբ որ ստանա start,
պետք է արդեն թաքնվի, հետևաբար իրադարձությունները բաժնից, երբ ստանում եմ արդեն start, տեսք բաժնից նրան թաքցնենք, փորձարկենք, ահա աշխատեց, play և կարող ենք խաղալ, խաղը սկսվեց։ Անցնենք արևի հրամաններին, մենք ունենանք արև, որոնց միջոցով միավորներ ենք վաստակելու, որպեսզի հետո կարողանանք արդեն մեր բույսերին գնել և տեղադրել մեր ետնապատկերի վրա։ Արևի հրամանները։ Նախ, արև կանգնելու ձախ վերևի անկյունում և առանձին միավորներ ենք նրանից կուտակելու։ Հետևաբար, նրան տեղադրում ենք ձախ վերևի անկյունում, բայց արևը երևում է միայն այն ժամանակ, երբ որ մեր խաղը սկսվում է։ Այսինքն, երբ որ դրոշակը սեղմենք, նա թաքնված վիճակում է, երբ դրոշակը սեղմեցինք, տեսք բաժնից թաքցնել։ Այնուհետև, երբ որ մեր խաղը սկսվեց, այսինքն երբ ստանում եմ start, նա պետք է երևա, տեսք բաժնից նրան ցույց տանք, և նա պետք է լինի այս կոորդինատում։ Մի քիչ կարող ենք իջեցնել ներքև, շարժ բաժնից գնալ դեպի։ Այնուհետև, երբ որ նա այստեղ հայտնվի, նա պետք է առանձին միավորներ ունենա, հետևաբար փոփոխական բաժին, ստեղծել փոփոխական, անունը կդնենք sun score, այսինքն արևի միավորները։ Մեր sun score-ը խաղի սկզբում պետք է լինի 0, նկատենք, որ հայտնվեց, հետևաբար այստեղ դրեցինք sun score-ը 0։ Այստեղ աջ կողմում, եթե երկու անգամ սեղմենք, տեսքը կփոխվի, փոխում ենք և դնում ենք այստեղ, կարող եք նաև աջ կլիկով փոխել ընթերցման ձևը, մի քանի ձև կա, ինչպես նկատեցիք, ահա, տեղադրեցինք, այնուհետև նրա չափսը կարգավորենք, տեսք բաժնից դնենք չափսը և դնենք 50, և մեր արևը ունի զգեստներ, որպեսզի գեղեցիկ անիմացիա ունենա, փոխենք զգեստները անվերջ, կառավարում բաժնից և տեսք բաժնից հաջորդ զգեստը։ Սեղմենք այս հրամանների վրա, որպեսզի միայն այս մասը կատարվի, նկատենք, որ մեր անիմացիան արդեն աշխատում է։ Այնուհետև արևը պետք է ստեղծի իր կրկնօրինակները տարբեր տեղեր նաև նրանք պետք է շարժվեն և ինչ-որ ժամանակ անց նրանք պետք է անհետանան, եթե մենք նրանց չհավաքենք։ Հետևաբար, պետք է ստեղծենք նրա կրկնօրինակները։ Այսինքն, երբ ստանում եմ start իրադարձություններ բաժնից, պետք է ստեղծենք կրկնօրինակ կառավարումից անվերջ վերցնենք և ստեղծենք կրկնօրինակ, ստեղծել իմ կրկնօրինակը։ Եկեք դնենք մի անգամից սպասել, որպեսզի շատ կրկնօրինակներ չստեղծվեն, նաև պետք է տարբեր տեղերում նրանց ստեղծենք։ Ու գրենք կրկնօրինակների հրամանները։ Երբ սկսում եմ որպես կրկնօրինակ, նրանք պետք է գան դիմացի շերտ, որովհետև նրանք կարող են մեր բույսերի վրայով սահել։ Հետևաբար տեսք բաժնից գրեցինք գնալ դեպի դիմաց շերտ, այնուհետև գնալ դեպի շարժ բաժնից, դեռ դնում եմ XY-ով, հեսա փոփոխելու ենք։ Այնուհետև սահել հրամանն եմ դնում, էլի շարժ բաժնից սահել 4 վայրկյան, որպեսզի երկար մնան, պատահական դիրք, սահել 1 վայրկյան պատահական դիրքը փոխարինում ենք 4 վայրկյան պատահական դիրք և սահելուց հետո նրանք պետք է ջնջվեն, հետևաբար կառավարում բաժին, ջնջել այս կրկնօրինակը։ Հիմա կոորդինատները հասկանանք ոնց ենք դնում, այս բայդրությամբ մեր մոտ այս տեսքը ունի։ Play, նկատենք, որ արևները տարբեր տեղեր են գնում, բայց մեզ պետք է, որ նրանք տարբեր տեղերից հայտնվեն։ Սարքենք երկու փոփոխական, ստեղծենք փոփոխական sun x, այսինքն արևի x-ը և sun y, արևի y։ Նրանք տարբեր տեղերում կլինեն և մեր արևները հետևաբար տարբեր տեղերում կհայտնվեն։ Սա նաև կատարվում է նրա համար, որ հետո երբ որ մենք ունենանք արևի բույսի կրկնօրինակները, մեր արևները հասկանան, որ պետք է բույսի մոտից նրանք ծնվեն և տարբեր դիրքեր գնան։
Հետևաբար ավելացնում ենք մեր անվերջի մեջ, որտեղ որ կրկնօրինակն էինք ստեղծում, san x-ի եւ san y-ի հրամանները։ San x, san y եւ ներսում արդեն կտեղադրենք մեր պատահական թվերը, հաշվարկ բաժնից պատահական թիվ, դնում ենք -200-ից 200 օրինակ եւ նաեւ պատահական թիվ -180-ից 150-ից 150, որ շատ եզրերու մեջ ստեղծվեն, մեր բեմի մեջտեղներում ստեղծվեն, փորձարկենք, play, ահա, նկատենք, որ մեր փոփոխականները պետք է նաև տանք գնալ դեպի հրամանի մեջ, որպեսզի նրանք միշտ ստեղից չստեղծվեն, այլ մեր տրված san x, san y կոորդինատներում, հետևաբար գնացինք փոփոխական բաժին, վերցնում ենք san x փոփոխականը, դրեցինք x-ի մեջ, san y-ի մեջ եւ արդեն նկատենք, որ մեր մոտ սկսում է ամեն ինչ լավ աշխատել։ Նաեւ մեզ այս երկու փոփոխականները պետք չեն, հետևաբար այստեղ ձախ կողմից սեղմում ենք այս կապույտ նշանների վրա եւ նրանք անհետանում են։ Նաեւ եթե նկատեցիք, մեր san score-ը փոփոխականը երևում է խաղի սկզբում, պետք է նրան անհետացնենք։ Հետևաբար եկեք preview-ի մեջ ավելացնենք, որ san score-ը պետք է անհետանա։ Թաքցնել san score եւ նա երևալու է միայն երբ որ խաղը սկսվի, հետևաբար san-ի մեջ կավելացնենք, երբ ստանում եմ start-ի մոտ, կամ ստեղ կամ ներքևը, տարբերություն չկա։ Եկեք ավելացնենք, ցույց տալ san score փոփոխականը, փորձարկենք, նկատենք, որ նա արդեն չի երևում։ Սեղմենք play, ահա, ամեն ինչ կա։ Մնաց հավաքելու հրամանները գրենք եւ մեր արևների անիմացիաները, եթե նկատեք, նրանք տարբեր զգեստներով են հայտնվում։ Գրենք կրկնօրինակի հրամանները, կառավարում բաժնից, երբ սկսում են որպես կրկնօրինակ, անվերջ, եթե ապա, այսինքն եթե մենք սեղմենք նրա վրա, սեղմենք նշանակում է, որ մեր մկնիկի ցուցիչը հպված լինի կերպարին եւ սեղմված լինի։ Այսինքն հաշվարկ բաժնից վերցնում ենք եւ հրամանը, տեղադրում ենք եթե ապահի մեջ, այնուհետեւ ընկալում բաժնից հպվում է մկնիկի ցուցիչ եւ մկնիկի ցուցիչը սեղմված է։ Եթե այս երկու պայմանները կատարվում են, ապա պետք է ջնջենք կրկնօրինակը եւ մեզ միավոր գա։ Կառավարում բաժնից ջնջել այս կրկնօրինակը եւ փոփոխական բաժնից փոխել san score-ը 50-ով։ Փորձարկենք, սեղմենք, նկատենք, որ աշխատում է։ Ընտիր։ Նորից փորձարկենք, տեսնենք, որ ամեն ինչ լավ է։ Սեղմեցինք, միավորները զրոյացած են, հենց որ սեղմում ենք արևներին, նրանք անհետանում են։ Ամեն ինչ կարգին է։ Անցնենք մեր քարտերին։ Վերևում կտեսնեք քարտեր, սրանք։ Նրանց հրամանները գրենք։ Նախ, խաղի սկզբում նրանք չեն երևում, հետևաբար երբ դրոշակը սեղմենք, նրանց թաքցնում ենք։ Տեսք բաժնից թաքցնել։ Նրանք երևում են, երբ որ մեր խաղը արդեն սկսվում է, հետևաբար երբ ստանում եմ start, տեսք բաժնից նրանց ցույց ենք տալիս, շարժ բաժնից ֆիքսում նրանց տեղը, գնալ դեպի XY եւ դնում անվերջի մեջ գնալ դեպին, որովհետեւ մենք երբ որ սեղմենք նրանց վրա, հնարավոր է հանկարծակի փորձենք տեղաշարժել։ Բայց եթե դնենք անվերջի մեջ, նայեք, տեղաշարժելուց նա հետ է վերադառնում։ Այնուհետև մենք պետք է ստուգենք, եթե օրինակ ես ուզում եմ Pia Shooter բույսին ունենալ։ Եթե ես սեղմում եմ այս բույսի վրա, ապա ես պետք է ունենամ 100 միավոր, այսինքն 100 san score, որպեսզի կարողանամ ձեռք բերել։ Այսինքն պետք է ստուգենք, եթե ես ունեմ 100 միավոր, ես կարող եմ սեղմել նրա վրա, եթե ոչ, ապա պետք է հավաքեմ 100 միավոր, որ կարողանամ արդեն սեղմել եւ ունենալ մեր Pia Shooter-ին։ Հետևաբար գրում ենք, երբ ստանում եմ start, նախ չափսը նրա կարգավորենք, տեսք բաժնից, չափսը 45, նայենք, եթե
100 միավոր է եւ ավել, ապա կարող ենք դրան ընտրել։ Այսինքն կառավարում անվերջ, եթե ապա այլապես, այսինքն 100 եւ ավել։ Հաշվարկ բաժնից վերցնենք կամը, հավասար են, մի կողմը տեղադրենք, մյուս կողմը տեղադրենք, մեծ է, և գրենք երկու կողմն է 100։ Փոփոխական բաժնից վերցնենք sum score, այսինքն եթե մեր sum score-ը հավասար է 100 կամ մեծ է 100-ից, իդեպ այս ամենի փոխարեն կարելի է գրել sum score-ը մեծ է 99-ից, այսինքն 100-ը եւ ավել, բայց այսպես եմ գրում, որ ավելի հեշտ ընկալելի լինի։ Այսինքն, եթե մեր միավորները 100 են եւ ավելի, ապա մեր քարտը մենք կարող ենք վերցնել, այսինքն տեսք բաժնից եկեք նրան էֆեկտ տանք, կիրառել գույն էֆեկտը, գույնը դարձնում ենք պայծառություն եւ 0։ Եթե ավելի քիչ է, այսինքն նրան չենք կարող մենք օգտագործել, պայծառություն էֆեկտը դնում ենք -30, որպեսզի նա մքանա։ Նկատենք, եթե ուզում եք ավելի մուգ, օրինակ կարող եք 40 դնել կամ 50, որ շատ մուգ լինի, բայց 30-ը կարծում եմ ամենալավ տարբերակն է։ Այնուհետև, երբ որ մենք նրա վրա սեղմենք, նորից պետք է ստուգենք, արդյոք նա կարող է ընտրվել, թե ոչ։ Այսինքն, իրադարձություններ բաժին, երբ այս կերպարը սեղմված է, կառավարումից վերցնենք եթե ապա, կրկնօրինակենք մեր այս կամը, տեղադրենք եթե ապայի մեջ, և նայենք, եթե 100-ը և ավել մեր միավորները, հետևաբար մենք պետք է կարողանանք PIA shooter ստեղծել, եթե ոչ, ապա ոչինչ չենք անում։ Հետևաբար, մեր միավորները պետք է պակասեն, օրինակ մենք ունենք 3 միավոր, սեղմեցինք այս քարտի վրա, մեր միավորները 100-ով կպակասեն և մենք կունենանք PIA shooter, այսինքն փոփոխական բաժին, փոխել sum score-ը -100-ով, որպեսզի պակասի և կառավարում բաժնից ստեղծել իմի կրկնօրինակը, իմը սարքում ենք PIA shooter։ Հիմա, եթե փորձարկենք, կնկատենք, որ մեր արևները կան, սեղմեցինք արևների վրա, հենց որ մեր միավորները 100-ից ավել են, արդեն մեր քարտը ստեղծվեց և պայծառ է։ Սեղմենք նրա վրա, իրականում կրկնօրինակը ստեղծվել է մեր PIA shooter-ի, բայց քանի մենք նրան հրամաններ չենք տվել, դրա համար չենք տեսնում նրան։ Նույն բանը պետք է անենք մնացած քարտերի համար։ Գնացինք sunflower, կարող ենք կրկնօրինակել։ Հարմարության համար այստեղ կարող ենք փոքրացնել, որ կոդերը մեծ լինեն, հարմար լինի կրկնօրինակելը։ Միակ պահը, որ պետք է փոխենք, գնալ դեպի հրամանի միջի կոորդինատն է։ Կարող ենք այստեղ ցույց տալը բերել այստեղ, որպեսզի մեզ ավելի հեշտ լինի կրկնօրինակելը։ Գնացինք բոլոր հրամանները, հերթով կրկնօրինակում ենք։ Այստեղ կարգավորենք։ Մեր գնալ դեպին փոփոխենք, նայենք այստեղ ինչ կոորդինատներ են, -50 և 154։ Այստեղ փոխեցինք -50, մեր արևը 50 միավոր է, հետևաբար այստեղ բոլոր 100-ները փոփոխում ենք, սարքում ենք 50։ Չենք մոռանում նաև փոխել sum score-ի հրամանն էլ։ Այստեղ, նույն բանը կանենք մնացած քարտերի համար։ Նաև չենք մոռանում կրկնօրինակները ճիշտ դնել, այստեղ PIA shooter-ը պետք է դառնա cabbage sunflower-ի մեջ էլ դա անենք, sunflower, նաև մենք ունենք 25, 150 և էլի 50։ Եկեք 150-ները իրար հետ կրկնօրինակենք, այսինքն մեր cabbage-ի միջի հրամանները տեղադրում ենք մեր mushroom-ի մեջ, այսպես անենք, որպեսզի թվերը էլ չփոփոխենք։ Միայն գնալ դեպիները կփոփոխենք և վերջ։
գնալ դեպին է, մեր մոտ արդեն 70-154 է։ Նաև նկատենք, որ եւ արևը եւ walnut-ը էլի նույն ձևի 50 են, հետեւաբար կրկնօրինակենք։ Ամեն ինչ կրկնօրինակեցինք, այստեղ տեղադրենք եւ փոխենք համապատասխան walnut։ Ստուգում ենք բոլորը կրկին, սարքում ենք pea shooter-ի կրկնօրինակը sunflower-ի մեջ, sunflower-ի կրկնօրինակը 50 միավորներով, cabbage-ի մեջ սարքում ենք cabbage-ի կրկնօրինակը 150 միավորով եւ mushroom-ի մեջ 150 միավոր է, 150 միավոր է, սարքեցինք, կրկնօրինակը պետք է լինի mushroom, walnut-ն էլ 50 միավոր, մեզ մնաց միայն potato mine-ը 25 միավոր, կարող ենք ցանկացածից կրկնօրինակել, ամեն ինչ կարգին է, նայենք, որ աշխատի, կորդինատները չենք մոռանում փոփոխել, նկատենք, որ երկուսի կորդինատները չենք փոփոխել, այստեղ գնալ դեպին -29 ենք դնում potato mine-ին և մեր walnut-ինը սարքենք 110 կորդինատները, իսկ mushroom-ինը 70, փորձարկենք, մեր մոտ potato mine-ի կորդինատն է սխալ, potato-ինը սարքում ենք 30, նկատենք, որ ամեն ինչ ընտիր աշխատում է, միավորները հավաքենք, միավորներն էլ են լավ աշխատում, և անցնենք առաջ։ Սարքենք կրկնօրինակները արդեն։ Pea shooter-ի հրամաններից սկսենք։ Pea shooter-ը խաղասկզբում դե չի երևում, հետևաբար երբ դրոշակը սեղմված է, նրան թաքցնում ենք տեսք բաժնից։ Այնուհետև նրա կրկնօրինակները պետք է երևան։ Եկեք գնանք նրա զգեստների մոտ։ Մենք ստեղ ունենք լիքը զգեստներ, երբ որ նա իր 11-րդ զգեստի հասնի, այսինքն նա արդեն սկսել է կրակել։ Նա ստեղծելու է էլի իր կրկնօրինակից, բայց արդեն բոլի զգեստով։ Եվ պետք է հասկանանք, որ կրկնօրինակն է ստեղծվել, բոլն է ստեղծվել, թե հենց pea shooter-ն է ստեղծվել։ Հետևաբար գրում ենք, երբ սկսում եմ որպես կրկնօրինակ կառավարում բաժնից, մենք ունենք երկու տարբերակ, տարբերակ առաջին, եթե նա բույս է, տարբերակ երկրորդ, եթե նրա գնդակն է ստեղծվել։ Հետևաբար նայում ենք, եթե կառավարում բաժնից նա գնդակը չէ, այսինքն նա բույսն է ստեղծվել, գրում ենք հաշվարկ բաժնից հավասար է, չենք մոռանում ոչը, դնում ենք ոչ, մեջը հավասար է, և գրում ենք, եթե զգեստի անունը տեսք բաժնից, զգեստի թվով կարող ենք գրել, եթե զգեստի թիվը վերջինը չէ, այսինքն կրակելու զգեստը չէ, հետևաբար պետք է նա սովորական բույս լինի, այսինքն գրում ենք, եթե զգեստի թիվը shooting ball-ը չէ, այսինքն 61-րդը չէ, կարող եք նաև զգեստի անունով գրել, եկեք անունով գրենք, զգեստի անունը shooting ball-ը չէ, հստակ նայում եք, որ նույն անունը ունենա, այստեղ կարող եք copy անել այստեղից և տեղադրել այստեղ, որպեսզի հանկարծակի ինչ-որ տառասխալ չանեք։ Ապա, երբ որ սեղմենք մեր քարտին, պետք է այն ստեղծվի մեր մկնիկի ցուցիչի հետևից, այնքան ժամանակ գնա, մինչև երկրորդ անգամ սեղմենք մկնիկի ցուցիչին և նա ինչ-որ միտեղ տնկվի, այսինքն մնա այդ հատվածում։ Այսինքն, կառավարում բաժնից վերցնում ենք սպասել մինչև, եթե ապայի մեջ եք տեղադրում, հաշվարկից վերցնում ենք ոչը էլի, ընկալումից մկնիկի ցուցիչը սեղմված է, այսինքն մենք նայում ենք, պետք է սեղմենք, հետո բաց թողնենք, այսինքն ոչ սեղմված, այսինքն բաց թողնված, և կառավարումից վերցնում ենք կրկնել մինչև, մկնիկի ցուցիչը սեղմված է, էլի ընկալում բաժնից,
Եվ շարժ բաժնից գնալ դեպի պատահական դիրքը սարքում ենք մկնիկի ցուցիչ։ Այսինքն, երբ որ կրկնօրինակը ստեղծվեց, այն պետք է անընդհատ գնա մկնիկի ցուցիչի հետևից, քանի դեռ երկրորդ անգամ այն չի սեղմվել։ Չենք մոռանում նաև ցույց տալը, տեսք բաժնից, ցույց տալ, կրկնել մինչև այսպես։ Փորձարկենք, զգեստը պետք է արդեն հստակեցնենք, որ զգեստն է մեր մոտ։ Եկեք զգեստը դնենք առաջին զգեստ և play, հավաքենք, արևները, սեղմեցինք, նկատենք, որ ամեն ինչ աշխատում է, որ սեղմեմ, արդեն կանգնում է իր դիրքում։ Նույն բանը կանի նաև երկրորդը, փորձարկենք, սեղմեցինք, կանգնեց։ Հենց որ կանգնի, արդեն զգեստները պետք է փոխի և կրակի։ Այսինքն, երբ որ կանգնեց, անվերջ փոխում է իր զգեստները, կառավարում բաժնից անվերջ, փոխում է իր զգեստները, մինչև դառնա իր 60-րդ զգեստը։ Այսինքն մինչև դառնա սա։ Հենց որ սա է դառնում, արդեն սկսում է կրակել և էլի վերադառնում է սկիզբ։ Այսինքն, անվերջ ստուգում ենք, եթե վերցրեցինք, եթե ապա այլապես, հաշվարկ բաժնից փոքր է, տեսք բաժնից զգեստի թիվը, եթե զգեստի թիվը փոքր է 60-ից, այսինքն իր շարժվելու հրամաններն է, համարյա կրակելու։ Հաջորդ զգեստը տեսք բաժնից, այսինքն անընդհատ փոխում է։ Եվ երբ որ նա հասնի 31-րդին արդեն, 31-րդ զգեստին, այսինքն կրակելու զգեստին, ապա նա պետք է ստեղծի մեր գնդակի կրկնօրինակը։ Այսինքն, զգեստի թիվը փոխում ենք այնքան ժամանակ, մինչև նա դառնա 60, 60-ից հետո էլի պետք է առաջին զգեստը հագնի, այսինքն տեսք բաժնից զգեստը և դնում ենք մեր առաջին զգեստի անունը։ Բայց ընթացքում, փոխելու ընթացքում, եթե նա հասնի 31-րդ զգեստին, այսինքն նա պետք է կրակի արդեն 31-րդ զգեստը, այս զգեստն է, որ արդեն կրակելու պահն է գալիս, հաջորդին արդեն կրակելու է։ Այսինքն գրում ենք, եթե մեր զգեստի թիվը հաշվարկ բաժնից հավասար է 31, այստեղ կարող ենք զգեստի թիվը կրկնօրինակել։ Եթե զգեստի թիվը հավասար է 31, հետևաբար նա պետք է արդեն նոր կրկնօրինակ ստեղծի shooting ball զգեստով։ Կառավարում բաժնից ստեղծել իմ կրկնօրինակը և նրան տանք զգեստը, տեսք բաժնից, shooting ball։ Ուշադիր ենք լինում, որ այս անվերջը կրկնել մինչևից հետո լինի, որպեսզի ամեն ինչ ճիշտ աշխատի, այսինքն այս ամբողջը, եթե ապայի մեջ ենք գրում։ Ավելացնենք նաև, երբ որ նա դառնում է գնդակ, այդ հրամանները։ Երբ սկսում եմ որպես կրկնօրինակ կառավարում բաժնից, կարող ենք այս եթե ապան կրկնօրինակել և արդեն ոչ թե այս ամենը մեզ պետք չի։ Գրենք, եթե նա shooting ball զգեստով է, այսինքն նա ստեղծվել է և այս shooting ball զգեստն է հագել, ապա նա պետք է գնա առաջ այնքան ժամանակ, մինչև ինչ-որ մեկին հանդիպի։ Նա կամ է կպնի եզրին։ Եկեք եզրի հրամանները գրենք, ընթացքում մնացածը կավելացնենք։ Այսինքն զգեստը եկեք փոխենք գնդակի զգեստին և գրենք կառավարում, կրկնել մինչև, որպեսզի գնա առաջ։ Ընկալում բաժնից հպվում է մկնիկի ցուցիչ, հպվում է եզր ենք սարքում, որպեսզի եզրին հպվի ջնջվի։ Շարժ բաժնից փոխել x-ը, քանի որ գնալու է աջ, դրա համար փոխում ենք դրական թվով, 5-ով։ Վերջում կառավարում բաժնից ջնջել այս կրկնօրինակը։ Նաև նկատենք, որ երբ որ մեր կրկնօրինակը ստեղծվում է Pia Shooter-ի, նա ստեղծվում է մկնիկի ցուցիչի մոտ։ Սա նրա պատճառով է, որ այստեղ, երբ որ գրել էինք զգեստը Plant Shooter, պետք է գրեինք ոչ թե երբ սկսում է որպես կրկնօրինակի մոտ, այլ դրոշակի մոտ, որպեսզի նա ի սկզբանե լինի Plant Shooter զգեստով, բայց մենք ընթացքում, երբ որ նոր կրկնօրինակը ստեղծենք, նոր նրա զգեստը փոխենք։ Հետևաբար, եթե փորձարկենք հիմա, սեղմենք play, կնկատենք, որ ամեն ինչ աշխատում է։
ստեղծվեց, գնաց դեպի աջ եւ վերջում եզրում ջնջվեց։ Նաեւ եկեք ֆիքսենք նրա չափսը, տեսք բաժնից չափսը 15 է մեր մոտ։ Ահա։ Նաեւ ապագայում կավելացնենք արդեն մնացած հրամանները, որ երբ որ զոմբին հպվի, արդեն ջնջվի։ Գրենք sunflower-ի հրամանները։ Արևած աղիկը պետք է ստեղծի իր արևները, որոնք տարբեր տեղեր են հայտնվելու։ Այսինքն, երբ որ դրոշակը սեղմենք, նրան թաքցնելու ենք, ոնց որ մնացածին, կարող ենք այս հատվածը կրկնօրինակել եւ դնել արևի մոտ, որ երբ որ նա ստեղծվի որպես կրկնօրինակ, նա պետք է նույն գործողությունները կատարի։ Այսինքն, սպասել մինչև հրամանները վերցրեցինք, տեղափոխեցինք, այս հրամանները մեզ հարկավոր չեն դեռ, եկեք նրանցից ազատվենք, կառավարում բաժնից վերցնում ենք, երբ սկսում են որպես կրկնօրինակ, չենք մոռանում նրա զգեստի մասին, տեսք բաժնից, դրոշակից հետո կդնենք զգեստը, առաջին զգեստը, նաև նրա զգեստները անընդհատ փոփոխվելու են, հետևաբար անվերջ կառավարումից, դնում ենք կրկնել մինչևից հետո, նաև դնում ենք հաջորդ զգեստը, տեսք բաժնից, այսպիսի տեսք կունենանք, նկատենք, որ շատ արագ է զգեստները փոփոխվում, հետևաբար կառավարում բաժնից կդնենք սպասելը, օրինակ 0.05 վայրկյան, եւ պետք է ստուգենք, եթե հասնի նրա 20-րդ զգեստին, ապա պետք է նոր արև ստեղծվի։ Հետևաբար գրում ենք, եթե հաշվարկ բաժնից հավասար է, տեսք բաժնից զգեստի թիվը, եթե հավասար է 19, այսինքն գրում ենք 19, ապա նա պետք է նոր արև ստեղծի։ Այսինքն, եթե հիշենք, որ մեր արևները ունեին իրենց կոորդինատները հստակ փոփոխականների տեսքով, այստեղ փոփոխական բաժնից ուղղակի կդնենք sun square կփոխենք sun x եւ sun y։ Եվ պետք է դնենք մեր կերպարի կոորդինատները։ Հետևաբար շարժ բաժնից կվերցնենք նրանց կոորդինատները։ X-ը կդնենք sun x-ի մեջ, y-ը կդնենք sun y-ի մեջ։ Եվ կստեղծենք արևի կրկնօրինակ, այսինքն կառավարում բաժնից ստեղծել իմը փոխում ենք sun կրկնօրինակով։ Փորձարկենք play սարքեցինք արև, ահա նկատենք, որ նա իր մոտից ստեղծում է արևներ։ Եկեք մեր արևներին մի քիչ ավելի դանդաղ ստեղծենք, այսինքն ոչ թե 1 վայրկյանում եք, այլ օրինակ պատահական թիվ դնենք, հաշվարկ բաժնից պատահական թիվ, 1-ից թող մինչև 5 վայրկյան լինի։ Փորձարկենք, որ տեսնենք ամեն ինչ լավ է աշխատում, ընտրեցինք, արևին տեղադրեցինք, նկատենք, որ մեր արևները ստեղծվեցին ու ամեն ինչ ընտիր աշխատում է, ինչքան արևածաղիկներ տեղադրենք, այդքան շատ արևներ կունենանք։ Ահա, ու ամեն մեկը իր կոորդինատներով ճիշտ գնում է։ Այսպիսի արդյունք մենք ունեցանք։ Երբ որ սեղմում ենք դրոշակին, մենք ունենք preview, այնուհետև գալիս է մեր այն էջը, որ մենք կարող ենք ընտրել, թե որտեղ ենք ուզում խաղանք, next field սեղմելով մենք կփոխենք մեր ետնապատկերը։ Այնուհետև կսեղմենք play եւ մեր խաղը կսկսվի։ Սեղմելով արևներին կստանանք միավորներ եւ արդեն նկատենք, որ վերևում հայտնվում են մեր բույսերը, որոնց մենք կարող ենք ընտրել։ Վերցնենք Pia Shooter-ին, երբ որ նրան տեղադրենք մեր ուզած վայրում, նա կսկսի կրակել։ Նաև մենք գրեցինք արևի հրամանները, եթե տեղադրենք արևածաղկին, նա կսկսի արդեն արևներ սարքել։ Եվ կարող ենք արևներին ընտրելով ստանանք միավորներ եւ էլի Pia Shooter-ներ տեղադրել, այնքան ինչքան մենք ունենք միավոր։ Չմոռանաս պահպանել խաղդ եւ բաժանորդագրվել մեր ալիքին, որպեսզի բաց չթողնես զոմբի խաղի մնացած մասերը։